Յոթ տարի առաջ Թումանյան 11 հասցեում բացվեց 7 կադր Cinema and Lounge-ը, որը հենց նույն տարվա ընթացքում դարձավ սիրված ժամանցավայր բոլոր երիտասարդների կողմից։ Եվ այսօր 7 կադր Cinema and Lounge-ը նշում է իր 7-րդ տարեդարձը, ու մենք Սյուզիի հետ հրավիրված ենք փակ միջոցառմանը։ Հատկապես այս ցուրտ եղանակին հանդիսանում է շատ հիանալի ժամանցավայր բոլորի համար, այնպես որ այցելեք 7 կադր Cinema and Lounge Թումանյան 11 հասցեում։ Now, moment of silence. Let us pray. Come on, mama. Come on, mama. Come on, mama. Come on, mama. Այսօր 7 կադր Cinema Lounge-ը նշում է իր հոբելյանական տարեդարձը 7 տարին։ Այս տարի նաև վերաբացումն է մեզ համար կրկնակի առիթ է, որովհետև մենք մեր հաճախորդներին ներկայանում ենք նոր ֆորմատով, ներկայացնում ենք վերջին ժամանակների լավագույն սարքավորումները, որը հնարավորություն կտա դիտել տարբեր ֆիլմեր, լավ ժամանց անցկացնել մեզ մոտ։ 12 առանձնացված սրահներ ունենք մենք, բոլորը առանձնանում են մեկը մյուսից իրենց յուրօրինակ, հետաքրքիր, ժամանակակից, հարմարավետ ինտերիերով։ Մենք ունենք հարուստ ֆիլմադարան, տարբեր ժամանակների լավագույն ֆիլմերն են մեզ մոտ ներկայացված, ցանկացած ֆիլմ կարող եք մեզ մոտ դիտել։ Մեր սրահները հնարավորություն են տալիս մեր տեխնիկան, եթե ինչ-որ ֆիլմ դուք չեք գտնի մեր ֆիլմադարանում, դուք կարող եք օնլայն տարբերակով այդ ֆիլմը դիտել։ Բացի այդ, որ մեզ մոտ կարող եք դիտել ձեր նախընտրելի ֆիլմերը, անցկացնել լավ ժամանց մեր սրահներում, մենք նաև ձեզ առաջարկում ենք համեղ հետաքրքիր խոհանոց, շատ ընդլայնված բար, մեր բարմենները ձեզ համար կպատրաստեն յուրօրինակ կոկտեյլներ եւ առաջարկում ենք լավագույն կալյանը ձեզ համար։ Սիրով բոլորին հրավիրում եմ Թումանյան 11 հասցեում գործող 7 կադր Cinema Lounge, բոլորին մաղթում եմ հաճելի ժամանց, սպասում ենք բոլորին։ Ֆրանսիական ֆիլմեր եմ շատ նախընտրում եւ իտալական, 50-ականների թվելի ավելի։ Բոլոր ժամանակների ֆիլմերն էլ, բոլոր հետաքրքիր եւ իմաստալից ֆիլմերն էլ նախընտրում եմ։ Ինձ դուր է գալիս հիմնականում տրիլերներ, սրահը դուր եկավ շատ VIP-ը, որովհետեւ մենակ հեռուստաէկրանը արդեն դա ամեն ինչ արժեր, ինքը պրոֆեսիոնալ է եւ ցանկացած մարդ ով սիրում է կինոֆիլմեր դիտել, միանշանակ է սրահ դուր կգա հենց կինոսրահի համար եւ կինոէկրանի համար։ Ինձ թվում է հենց այս սրահում կարելի է կազմակերպել հետաքրքիր զիվիշնիկներ։ Տեսնեք աղջիկները ինչ կարծիքին են, աղջիկները ինչ եք կարծում։ Շուշան, ինչ ես կարծում, մեզ այստեղ ինչ է պակասում։ Կարծում եմ այստեղ ամեն ինչ լիարժեք է եւ նարգիլե լինելու դեպքում ավելի հետաքրքիր կլինի, այո։ Իսկ հիմա ասա Լուսինե, որ ֆիլմն է ամենատպավորիչը քեզ համար եղել, որը կցանկանայիր նորից դիտել այստեղ։ Այդպես տպավորված ինչ-որ ֆիլմ չկա, բայց կարծում եմ ինչ-որ նոր ֆիլմի դեպքում անպայման կայցել եմ այստեղ դիտելու։ Մերի, որ սրահը ավելի շատ հավանեցիր։ Կարծում եմ յուրաքանչյուր քմահաճ հաճախորդ կարող է գտնել իր անկյունը։ Մենք այստեղ ենք մեզ հարմար զգացել, դրա համար այսօր այստեղ ենք։ Մեզ սեփականատիրոջ կողմից առաջադրանք էր տրվել շատ հետաքրքիր միջավայր ստանալու
որպեսզի ամեն անգամ ինչ որ նոր հետաքրքիր բան գտնի հաճախորդի մեջը, դրա համար մեծ մասամբ սև գույնն է գերակշռում ստեղ, որպեսզի ծավալները չզգա, այսինքն ընկալելի չլինի եւ ավելի խորհրդավոր միջավայր ենք դրա հաշվին ստացել։ Եվ մասնակի, հա, այստեղ կարող եք տեսնել լուսավոր մասեր, հա, առանձնահատուկ լուսավորված, որոնք ամեն անգամ դուք կարող եք ինչ-որ նոր մասում նոր հետաքրքիր բան գտնել։ Իսկ սենյակները ամեն մեկը արված է իր ուրույն ոճի, ունենք loft ոճի, նյույորքյան ոճի, ունենք տան նման սենյակ, ջերմ, որ ամեն եկողը գտնի իրեն հոգեհարազատ սենյակ։ Շատ գեղեցիկ սրահ է, վաղուց զբաղվածության պատճառով չէինք հաճախում նման տեղեր, բայց կարելի է ընտանեկան գալ, նստել, դիտել, քանի որ գողտրիկ փոքրիկ անկյուններ են, ամեն մեկը կարող է առանձնանալ։ Ֆիլմերը ես ավելի դրամատիկ ֆիլմերի սիրահար եմ։ Իսկ հիմա մոտենանք մեր հաջորդ հյուրերին։ Նախկինում եւս եղել եմ, ուղղակի ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ էր այստեղ չէի եղել ու շատ հաճելի է, երբ որ նմանատիպ վայրեր են մեր քաղաքում բացվում։ Ինձ թվում է ավելի շատ ես հին ֆիլմերի սիրահար եմ, նորերը իհարկե գնահատում եմ, բայց շատ եմ սիրում ռետրո ոճի կամ հին մեր գործերը նայել, դիտել եւ ինձ թվում է շատ մթնոլորտն է շատ լավ, ուղղակի ընկերական միջավայրով գալ նստել եւ թեկուզ մեր հին ֆիլմերը դիտել ու հանդիպել եւ վերջապես։ Տեսնենք այս սենյակում ինչ ֆիլմ են դիտում։ Շնորհավորում ենք 7 կադրին, ցանկանում ենք նորանոր հաջողություններ, նմանատիպ միջոցառումները ավելի հաճախակի լինեն, հույսով եմ 17-ամյակը նույնիսկ կնշենք միասին եւ ամենայն լավն ու բարին։ Տեսնենք թե այս սրահում ովքեր են։ Ես ծանոթ էի սրահներին, քանի որ ընկերներս են եւ վաղուց տեսել էի նկարները, բայց մենք հավանեցինք այս սրահը, որովհետեւ որոշեցինք ընկերներով հավաքվել երեկոյան, մի ֆիլմ դիտել, շատ հրաշալի տեղ է, որովհետեւ կոմպակտ, հավես ու հետաքրքիր, կարելի է մի փոքր գեղեցիկ սեղանի շուրջ նստել եւ ֆիլմ վայելել, անգամ ընտրել ենք ֆիլմեր արդեն։ Շատ հավանեցինք, միջավայրը շատ լավն էր, ջերմ ամենակարևորը, շատ հավանել ենք նարգիլեն ճիշտն ասած, իր օրիգինալ արտաքինը եւ այդ համային, հա, չէի փորձել երբեք նարգիլը նման համով, պատրաստվում ենք դիտել Belly Bog ֆիլմը այսօր այստեղ կենթանիների մասին, ես չեմ շեղվում ինֆորմատից, սրտան շնորհավորում ենք նոր բացման հետ կապված, մաղթում ենք շատ լավ հաճախորդներ ունենան։ Նախ եւ առաջ ասեմ, որ առնչվել եմ հենց բացման արարողության եւ այս միջոցառման կազմակերպչական հարցերի շրջանակում եւ ինձ համար էր անակնկալ, որ այսքան հետաքրքիր փոփոխություն է կատարվել 7 կադրում, որովհետեւ թե առաջ sense ինչ որ ձևաչափեր, որ ինքը ավելի զույգերի համար է եւ այլ, բայց վաղը օրինակ իմ աղջիկը այստեղ ընկերների հետ հավաքվում է։ Այսինքն ինքը դարձել է ոչ միայն զույգերի համար, այլ նաեւ ընտանեկան վայր։ Սա ալտերնատիվա է կինոթատրոններին կարծում եմ ավելի գողտրիկ միջավայրում, ավելի ընտանեկան, ինչու՞ չէ ընկերական շրջապատում անցկացնելու համար։ Իդեպ ասեմ, որ սրահները բոլորը շատ տարբեր են, ամեն մեկը մի ոճով է պատրաստված, վերանորոգված եւ սարքած։ Կարծում եմ, որ շատ լավ ժամանց կունենան նաեւ մեր հյուրերը այսօր, որտեղ մենք այս հարցում էլ փորձեցինք մի քիչ տարբերություն մտցնել, բոլորը կարող էին նստել առանձին իրենց ընկերական շրջապատում ընտրել ֆիլմ ու վայելել համեղ ուտեստները։ Happy birthday to you. Happy birthday. 7 Father. Happy birthday to you. Down
It's like a merry-go-round we go. This love is making trouble.